Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր եկեք խոսանք մի հատ շատ պարզ խնդրի մասին, առաջին հայացքից շատ պարզ թվացող խնդրի մասին, ինչպիսին է ճիճվագրությունը։ Եվ այս խնդրով իհարկե դեպքերը շատ են, շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր կասկածում են, որ իրենց մոտ կա ճիճվագրություն, բժիշկները, ովքեր դիագնոզում են ճիճվագրություն, եւ ճիճվագրությունը կարծես թե պարզ խնդիր լինելով հանդերձ բավականին բարդ քաշքշուկներ է առաջացնում, ամփոփելով այսպես մի հատ ընդհանուր անցնենք, թեև այսօր խոսելու եմ միայն ասկարիդոզի մասին, Հայաստանում հաճախ հանդիպող ճիճուները, հելմինտները այնքան էլ շատ չեն։ Կլոր որդերից հանդիպում է ասկարիդը եւ սրատուտը, էնտերոբիոզը, տափակ որդերից հանդիպում է տափակ ժապավենաձև որդերից հանդիպում է խոզի երիզորդը եւ եզան երիզորդը։ Եվ ընդհանուր առմամբ սրանց բուժումն էլ շատ պարզ է։ Տափակ որդերը մի ձև են բուժում, մի դեղով են բուժվում, ժապավենաձև տափակ որդերը մի ձև են բուժվում, կլոր որդերը մեկ այլ ձև են բուժվում։ Այսինքն պարզ է ասենց ընդհանուր, բայց եկեք այսօր քննարկենք կլոր որդերից միայն ասկարիդոզը։ Ինչի, որովհետև դրա հետ կապված կան առանձնահատկություններ եւ որպեսզի ես նյութ ունենամ հետագայում եւս ձեր հետ խոսելու առանց երկար բարակ ձեր գլուխը տանելու։ Եվ այսպես ասկարիդոզը ճիճու է, որը մարդը աղտոտված սննդից, չգիտեմ, դեսից դենից, բնությունից, շրջակայքից վարակվում է։ Սովորաբար ասկարիդոզը դրսից ենք վարակվում, մարդուց չի վարակվում։ Օրինակ էնտերոբիոզը սրատուտը մարդը վարակվում է նաև ինքը իրանից, ինքնավարակում է տեղի ունենում, այլ մարդկանցից է վարակվում, բայց ասկարիդոզը այդպիսին չի։ Այսինքն օրինակ ասկարիդոզը պիտի որ ընտանեկան դեպքեր չլինի, ասկարիդոզը պիտի որ մեկ անգամ բուժես լրիվ բավարար լինի, բայց ինչն է հետաքրքիր, առաջին կլինիկական դրսևորումները, այսինքն արտաքին դրսևորումները չունի սպეციფიկ կլինիկական դրսևորում, այսինքն չկա մի սիմպտոմ, որ այդ սիմպտոմով ասես, այս մարդը ունի ճիճու կամ ունի ասկարիդ։ Չկա տենց սիմպտոմ։ Վքնածությունն է, վքնածությունը 100 տարբեր խնդիրների ժամանակ լինում է։ Վատ մարսողությունն է, դիսպեպսիան է, որովայնային ցավերն են։ Ինչ անուն դնես, ինչ սիմպտոմ ասես, որ բնորոշ է ասկարիդոզին, միևնույնն է, այդ նույն սիմպտոմով բազմաթիվ ուրիշ հիվանդություններ կան։ Հետևաբար ասել, որ այսին սիմպտոմի հետ կապված կարելի է ենթադրել կամ չգիտեմ, քաշի դեֆիցիտ է, սնվածը չի մարսում, չի յուրացնում, նիհար է, ախորժակ չունի, սրտխառնոցներ է ունենում, այս բոլոր սիմպտոմները պատահում են ամենատարբեր հիվանդությունների ժամանակ։ Եվ հնարավոր չի վերցել մի 2-3 սիմպտոմ, ասել ահա այս 2-3 սիմպտոմը բնորոշ են հենց ասկարիդոզի։ Հնարավոր չի։ Ժողովրդի մեջ կա թյուր կարծիք, թե քնած ժամանակ ատամները սեղմելը, կրճտացնելը, դա կախված է ճիճվագրությունից, իհարկե դա տենց չի։ Դա ավելի շատ նյարդային համակարգի հետ կապված խնդիր է։ Երկրորդն էլ կարծիք կա, որ քնած ժամանակ եթե բերանից ջուր է գնում, ուրեմն դա ճիճվագրության նշան է, դա էլ այդպես չի։ Քնած ժամանակ բերանից եթե ջուր է գնում, նշանակում է մարդը որոշակի թեք կամ բերանի վրա է քնել, ցայլ ուրիշ պատմություն է, ուղղակի թուքը արտադրվում է, որ բերանը չոր չլինի, խոնավ լինի, հոսում է դուրս եւ բերանը որպեսի չչորանա, նորից թուք է արտադրվում։ Կամ չգիտեմ, 8 ժամի մարդը հաց է ուտում եւ 8 ժամի հաց կերած մարդու մոտ թուք արտադրությունը շատ է։ Եվ քանի որ քնած մարդու մոտ կլման ակտ գոյություն չունի, այսինքն արտադրված թուքը կուլ չի գնում, կարա ծորի բերանից դուրս, եթե որոշակի դիրքով է բարձին պարկած։ Այսպիսով ասկարիդոզը սպეციფიկ, տիպիկ սիմպտոմ չունի, բայց բազմաթիվ սիմպտոմներ կարելի է վերագրել այդ ճիճվագրությանը, ասկարիդի կրությանը։ Ասեցի, վքնածություն, ցավեր, սննդային խանգարումներ, չգիտեմ, սրտխառնոց եւ այլ եւ այլ։ Հիմա բա ոնց ենք դիագնոստիկա անում։ Ըստ ուղեցույցերի, ըստ ապացուցողական բժշկության, ըստ ուղեցույցերի, կեղտի մեջ, կեղտը վերցնում են, մարդու կեղտը,
Միկրոսկոպի հատուկ պատրաստում են, միկրոսկոպի տակ նայում են եւ գտնում են ասկարիդի ձվիկներ։ Եթե մի անգամից չի գտնվում, երկրորդ, երրորդ անգամն են նայում, միջև գտնում են ասկարիդի ձվիկներ։ Եվ սա այն դեպքում, եթե ով որ բժիշկը նայում է, մանրամասն ուսումնասիրում է, շատ լավ այդ բժիշկը հասկանում է, այդ զանազանումը կատարում է։ Իմ փորձով ասեմ, պրակտիկայում սա անհնար է, այսինքն մի քանի խնդիրներ առաջին։ Ուրեմն պրակտիկայում մենք ինչ ունենք։ Նախ ոչ ոք կամ գրեթե ոչ ոք գիշեր-ցերեկ չի անելու, օրը մի անգամ, չգիտեմ, կեղտը հանձնի, չկա, հետո երկրորդ անգամ հանձնի, չկա, հետո երրորդ անգամ հանձնի։ Այսինքն սա գլխացավանք է, հաշք կա, որը այդքան էլ հարմար չի։ Երկրորդ, այսինքն 3 անգամ կեղտը հանձնելը ինքն իրան խնդրեմ է։ Մեր մասնագետները թող ոչ ոք չնեղանա, այդքան էլ իմ սրտով չի իրանց նայածները եւ շատ հաճախ չկա ասկարիդ գրում են կա կամ կա ձվիկներ գրում են չկա, սա էլ էսպես։ Թող ոչ ոք չնեղանա, ձեր ցավը տանեմ, ես ձեր բոլորի կոմպետենտությանը անուն չեմ ուզում կպցնել, բայց ասում է, բանը Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Դուք իմ գոլեգաներն եք, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Երրորդ, ենթադրենք ձվիկներով է դիագնոստիկան լինում։ Մենք էնդեմիկ առումով, այսինքն մեզ մոտ այդքան էլ հաճախ չի հանդիպում ասկարիդոզը, այսինքն էնդեմիկ շրջաններում, որտեղ դա շատ է, այնքան շատ է ասկարիդը, որ պատկերացրեք, մի տվյալ ասենք որովայնը վիրահատելու, աղիքային անանցանելություն, սուր որովայն, որովայնի օպերացիաների առաջի տեղում, ասենք ապենդիցիտն է, կույրաղով որդանման ելունի բորբոքումը, երկրորդ տեղում ասկարիդոզը։ Դուք էնդեմիկ ռեգիոն ասելով պատկերացրեք, դա այն ռեգիոներն են Աֆրիկայում, բանում, միգուցե Մերձավոր Արևելքում, միգուցե չգիտեմ, ասենք ասիական որոշակի տարածաշրջաներում։ Այնքան շատ կարա լինի, որ որովայնը վիրահատելու պատճառը երկրորդ տեղում լինի ասկարիդոզը, ապենդիցիտից հետո։ Ահա այդ էնդեմիկ բեռնվածության, տարածվածության ռեգիոններն են։ Իսկ Հայաստանում այդքան չի հանդիպում ճիճվակրությունը։ Ահա, այն ռեգիոններում, օրինակ Հայաստանը, որ ճիճվակրությունը այդպես համատարած չի, այդպես բռով ճիճու չի լինում մարդկանց աղիքում։ Այս դեպքում կարա 1-2 ճիճու լինի աղիքում։ 1-2 ճիճու ընդամենը։ Հիմա դիագնոստիկան ասեցինք, չէ, ինչով է, կղանքում ձվեր հայտնաբերով է։ Բա ինչ անենք, եթե հանգարց ճիճուն արու է, որց է, ձու չի ածում։ Այտենց հնարավոր է, այտենց հնարավոր է։ Հնարավոր է մարդը ունենա ճիճու, ասկարիդոզ, բայց իր ասկարիդը որց է, ինքը ձու չի ածում։ Ահա, դիագնոզ կարաս դնես, չես կարա դնես։ Ինչքան ուզում ես կեղտդ հանձնի, 3 օր հանձնի, 3 անգամ հանձնի, չես գտնելու ճիճուն։ Իսկ եթե մենակ եք լինելու դեպքում, աղիքում ասկարիդը, ձուածում է, բայց այդ ձվերը բեղմնավորված չեն։ Եվ եթե նայում ենք բանով, միկրոսկոպով, այդ ժամանակ մենք չենք տենում այն ստանդարտ ձվերը, որ կա, պետք է առանձնահատուկ տեսք ունեն այդ ձվերը, որոնք չբեղմնավորված ձվերն են։ Հիմա հարց, մեզ մոտ լաբորատորիաներում, որ ասկարիդ են, միկրոսկոպի տակ նայում բժիշկները, նրանք զանազանում են բեղմնավորվածը չբեղմնավորված ձվերից։ Նու կարծում եմ կարան զանազանեն, բայց ես չեմ վստահում, ինչ անեմ, չեմ վստահում, մի նեղացեք։ Հետևաբար ինչ ենք անում, հետևաբար բոլոր պացիենտներին, ում մոտ որ կասկածում ենք, ես կասկածում եմ ասկարիդոզ, բուժումը նշանակում եմ։ Եթե կա ասկարիդոզի կասկած, բուժումը նշանակում եմ։ Միանգամից։ Էլ չեմ ստուգում, ոչ էլ հետո բուժման արդյունավետություն եմ ստուգում։ Ես այդպեսի բազմաթիվ պացիենտներ եմ ունեցել այլ տեղերում բուժված, որոնք ասում են բուժվում եմ, այս ասկարիդը դեռ հայտնաբերվում է։ Ինչի՞ց է բժիշկ ջան։ Այդ լաբորատորիան կամ մեկ ուրիշ լաբորատորիա, երբ էլ տանես կեղտը ցույց տաս, ասում ասկարիդ եմ տենում։ Այսինքն ոչ թե բուժում եք չի անցնում ճիճուն։ Այդ ճիճուն չկա, վաղուց ընդե չի, կարող է ի սկզբանե չի եղել ճիճվակրություն։ Որովհետև ասեցին, կլինիկական սիմպտոմները սպეციფიկ չեն։ Բայց կարա ձեզ պատասխան գա, որ ընդե ճիճու կա։ Եվ հակառակը պատասխան գա, որ ճիճու չկա, երբ որ ճիճուն իրականում կա աղիներում։
Ուրեմն ամենալավ տակտիկան, որ ես եմ առաջարկում ու ես եմ անում, ու սրանում ինձ հնարավոր չի հակառակը ապացուցել, կամ էլ պիտի կոմիսիա կազմենք, հետազոտություն անենք, ցույց տանք, ապացուցենք, որ դա այդքան էլ այտենց չի, որ ասկարիդոզը մեր մոտ շատ հեշտ ստուգվում է։ Եվ հապացուցական բժշկության տվյալներով էլ դիագնոստիկայի սխալը 25, 30, մինչև 40% կարա հասնի։ Այսինքն այդ առաջի անգամը ապակով նայելով մինչև 40% կարա դիագնոստիկ սխալ լինի, այսինքն դա ոչ թե Հայաստանում են վատ աշխատում, ամբողջ աշխարհում այդ տվյալներն են։ Լավ։ Իսկ ոնց են բուժում, այ հիմա որ ասեմ ոնց են բուժում, կտեսնեք, որ ավելի հեշտ է մի անգամից բուժում նշանակել, քան թե եթե իհարկե պացիենտը հղի չի։ Մի անգամից բուժում նշանակելը դա ալբենդազոլն է, 400 միլիգրամ, մի անգամ, մի տաբլետկա, առավոտը թեթև նախաճաշից հետո։ Ու վերջ, ըստ ապացուցողական տվյալների սա է։ Ես կարող եմ 2 օր նշանակեմ, մի հատ այսօր, մի հատ վաղը։ Ու վերջ։ Հիմա ինձ ասեք տեսնեմ, գոլեգաներ ջան, հատկապես դուք, ինչ եք կարծում։ Արժի ես ընկնեմ դիագնոստիկ քաշքշուկի հետևից, կեղտի անալիզ, ճիշտ կնայեն, սխալ կնայեն, սենց կլինի, նենց կլինի, առաջի անգամը չլինի, երկրորդ անգամը։ Եթե կարելի է մի անգամից մի հատ ալբենդազոլ տալ 400 միլիգրամ, առավոտը թեթև նախաճաշից հետո ու վերջ։ Վերջ։ Ես հիմա բուժում չեմ նշանակում, ինքնագլուխ չանեք։ Ու իմ հետևից չգաք ինձ մեղադրեք, թե ես հիվանդներին օնլայն բուժումներ եմ նշանակում։ Ես օնլայն բուժում չեմ նշանակում ու ձեզ էլ ասում եմ, չանեք դες բան։ Դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ ձեր բժշկին, ինֆեկցիոնիստ, գաստրոենտերոլոգ, թերապևտ, նրանք որոշեն ինչա պետք անել։ Բայց էս է բուժումը։ Բա որ էս է բուժումները չեք ընկի ես կոմենտում։ Ահա այս պարզ բուժումով, ընդամենը մեկ անգամ, ընդամենը մեկ տաբլետկա դեղով այս հարցը փակվում է։ Եթե դրանից հետո ճիճուն կգա կգնի, չի գա անգնի, դա մեզ հետաքրքիր չի։ Ինչի, որտեվ եթե կա կգա կգնի, եթե չկա չի գա անգնի։ Այ քեզ բան, պրոֆիլակտիկ բուժում, հա? Կամ բժշկական ավելի գեղեցիկ լեզվով կլինի ex juvantibus։ Դրանից հետո լավանում է պացիենտը, ուրեմն ճիճուներ մեղավորը սիմպտոմների մեջ։ Դրանից հետո սիմպտոմները վկնատություն, սրտխառնոց, վատախորժակ եւ այլն, չգիտեմ, ցավեր, դրանից հետո շարունակվում են սիմպտոմները։ Նշանակում է ասկայի դե կապ չունի, ուրիշ դիագնոզ մանարի։ Ուրիշ դիագնոզ դիր, ուրիշ բուժում արա։ Հա? Հարմար ձև չի, հարմար տակտիկա չի։ Ինչ վերաբերում է հղիներին, եթե հղիների մոտ, իհարկե հղիների մոտ այսպիսի բուժում չեմ անի, ոչ մի դեպքում, հա, հղիների մոտ անպայման ստուգում, ինչի որպեսզի թղթաբանորեն ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ ճիշտ լինի։ Հղիների մոտ բուժումը կամ միջև 2 տարեկան երեխաների մոտ պիրանտելով է արվում։ Հելմինտոքս անունով ավելի շատ կարող է ծանոթ լինեք այս դեղը, բացում եք ինստրուկցիայում գրած է կիլոգրամ քաշով կիլոգրամ միլիգրամ դոզան, այդ դոզայով տալիս եք ու պիրանտելը ընտիր ազդում է, ի տարբերություն ալբենդազոլի, պիրանտելը չի ներծծվում աղիով եւ սիստեմի բաբոշնի կողմնակի էֆեկտներ չունի, այսինքն օրգանիզմի վրա որպես այդպեսին լուրջ կողմնակի ազդեցություններ չի կարա թողնի, որտեղ չի ներծծվում աղիով, մենակ ազդում է բանի աղու լուսանցքի մեջ։ Ահա, պիրանտելի դեպքն էլ ասեցի շատ լավ ազդում է, ես բազմիցս պիրանտելով բուժում եմ արել իմ շներին, իսկ ավելի ճիշտ շան թուլաներին։ Մինչև 1-2 ամսեկան շան թուլաներին շատ եմ տվել պիրանտել ու նրանց մոտ իհարկե շատ տարածված է ճիճուակրությունը եւ ընտիր ազդում է, այսինքն նես չի որ դա թույլ դեղ է, վատ դեղ է, ավելի լավ արի ալբենդազոլով անեմ, չէ, պիրանտելն էլ ընտիր ազդում է։ Բայց առաջի շարքի պրեպարատ 2 տարեկանից բարձր երեխեքի մոտ կարելի է ուրեմն ալբենդազոլը փորձել, նամանավանդ որ կա երեխաների համար հեղուկ տարբերակը։ Բայց մանկաբույժներին դիմեք, თუ մանկաբույժներ երեխեքի համար ասեն, ես երեխեքի համար պատասխանատու չեմ, ես պատասխանատու եմ մեծերի համար։ Ինձ դիմում են 18 տարեկան լրացած եւ նրանց հետ եմ աշխատում, նրանց համար եմ պատասխանատու։ Էս էլ սենց մի երկու բան ասեմ ալբենդազոլի հետ կապված, հնում գոլեգաներ ջան, հայտնի է, դե հիմա էլ խոսակցությունների մեջ կա, որ ալբենդազոլը լյարդին վնասում է, այ դա կարա հեպատոտոքսիկ ազդեցություն ունենա, ոնց անենք, բայ դեղից մի քիչ զգուշ լինենք, ուրիշ ձև բուժենք։ Երբ որ ես էի արդինատուրայում սովորում, հատկապես շատ խիստ այս կարծրատիպը կար, հա, այդ ժամանակ իհարկե կամաց արդեն սկսել էինք ալբենդազոլը կիրառել ավելի լայնորեն,
միջև այդ մեբենդազոլ բան։ Նու մեբենդազոլն էլ է օգնում, բայց ասում եմ ալբենդազոլը հեշտ է, էլի։ Մի օր մի անգամ տալի պրծնում ես։ Ուրեմն ինչ վերաբերում է լյարդի թունավորելուն։ Ժողովուրդ ջան, այդ պատկերացումը, որ ալբենդազոլը լյարդ է վնասում, լյարդին վնաս է տալի, ձևավորվել է հատկապես էխինոկոկի բուժման պրակտիկայում։ Այսինքն ինչ ենք անում։ Էխինոկոկը երբ որ բուժում ենք, ամիսներով տալիս ենք բարձր դոզայի ալբենդազոլ, ամիսներով։ Բնականաբար այդ դեղը տալիս է լյարդի վրա, ու երբեմն տալիս է կողմնակի ազդեցություն, լյարդը վնասում է։ Ահա այս պատկերացումը ամիսներով կրկնակի նույնիսկ եռակի եւ ավելի բարձր դոզաներով, քան որ տալիս ենք ասկարիդի համար, ճիճուի համար, էխինոկոկը բուժելու դոզաներով եւ ամիսներով այդ կիրառությունը մեր մոտ ձևավորում է վաղ ալբենդազոլ դեղի նկատմամբ, որը հիմնավոր չի, երբ որ բուժում ենք ասկարիդ։ Ինչի՞։ Ասկարիդը 400 միլիգրամ ես ընդհանրապես տալի եւ մի օր մի անգամ։ Վերջ։ Ահա այդքան էլ հիմնավոր չի այդ հերմատոտոքսիկ ազդեցությունը, այնց որ գոլեգաներ ջան, կարաք շատ հանգիստ, առանց մեծ վախերի, առանց մեծ զգուշավորության, չեմ ասում ոնց պատահի, բայց առանց ավելորդ զգուշավորության եւ առանց վախերի կարաք այդ դեղը նշանակեք։ Նու թերևս այսքանը կլոր ворթերից ասկարիդոզի մասին, ինձ թվում է այնտեղ բան պակաս չթողեցի։ Հա, ասում է դոկտոր, իսկ 14 օր անց պետք չի կրկնել։ 14 օր անց կրկնությունը ասկարիդոզին չի վերաբերվում, դա վերաբերվում է սրատուտին։ Այս սա ուրիշ պատմություն է, սա ուրիշ ворթ է, որը էլի բուժվում է ալբենդազոլով, բայց 14 օր հետո պետքա կրկնվի։ Սրա մասին կխոսեմ հաջորդ անգամ, երբ որ հատուկ մի այսպիսի համառոտ եւ ամփոփ զեկույց էլ կներկայացնեմ սրատուտի բուժման մասին, հետևեք, անպայման հետաքրքիր է լինելու։ Նու ասկարիդոզի համար թերևս այսքանը, ինձ արդեն զանգում են, միշտ նոր հանդիպում, ցտեսություն կհանդիպենք։